Ինքնատապան հյուրընկալել եմ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանին։ Պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև։ Վաղը սպասվում է Ռուսաստանի արտգործնախարարի այցը Հայաստան։ Եթե հղում անենք մեր խորհրդարանի ղեկավարին, ապա հարց է առաջանում, ինչ առաքելությամբ է Հայաստան գալու Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարող երկրի արտգործնախարարը։ Նաև սոցցանցերում փորձագետներ որոշ վերլուծաբաների մոտ, այսպես ասած, Լավրով ֆլեշմոբ տեսա, պարզվում է նաև համացանցից դուրս է այդպիսի ֆլեշմոբ անցկացվել։ Ինձ հետաքրքիր է հանրության այն հատվածը, ինչու է ակնկալում, որ Լավրովը չպետք է գա Հայաստան, եթե Ռուսաստանի հետ փաստացի որևէ պայմանագիր խզված չէ, այսինքն հարաբերությունները խզումների մակարդակով չեն։ Դե հանրության այն հատվածը, որը հանդես է գալիս Լավրովի այցի դեմ, իշխանությունը չի ներկայացնում, սկսենք այդտեղից։ Դա անդիմությունն է, այսպես կոչված Հայաստանում այդպիսի բաժանումներ կան, արևմտամետ անդիմությունը, մեզ մոտ կա արևմտամետ անդիմություն, ռուսամետ անդիմություն, չգիտեմ ինչա մետ անդիմություն, ժամանակին ունենք քաղաքական գործիչ, որը ասում էր ես կենտրոնամետ անդիմություն եմ, եկեք նույնիսկ անունը չհիշատակենք, տեսեք, ինչու Լավրովը չպետք է գա Հայաստան։ Լավրովը այն երկրի արտգործնախարարն է, որը Հայաստանի մեր հայրենիքի մի մասը Թուրքի հետ կիսել է, Լեռնային Ղարաբաղը, 44 օրյա փայլուն օպերացիան, դա իմ բառերը չեն, Շոյգուի բառերն են, հետո երկրորդ փայլուն օպերացիան, որի սկիզբը դրվեց սեպտեմբերին Էրդողան-Պուտին հանդիպումից Սոչիում, որից հետո ադրբեջանական զորքերի շարժը սկսվեց դեպի Լեռնային Ղարաբաղ եւ արցախահայերը դարձան էթնիկ զտման զոհ։ Ես հիմա նենց բաներ եմ ասում, որ բոլորը դա գիտեն, ես չգիտեմ, դուք հարց եք տալիս, ես փորձում եմ պատասխանել, ինձ թվում է, այստեղ նույնիսկ հարցի տեղ չկա, որտեղ բոլորը դա գիտեն։ Այսինքն Ռուսաստանն այն երկիրն է, որը 94 թվականից սկսած, երբ որ այդ Եղակոմ զինադադարը կնքվեց, ինչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին չի ասել։ Ասում էր ստատուս քվոն երկար է տևելու։ Մեծ ստատուս քվո է պետք Ղարաբաղի շուրջ։ Լենին Աթաթյուրք երկրորդ պակտը չի լինելու։ Հանգիստ ապրեք, շարունակեք երկիրը թալանել, ինչ ուզում եք արեք Ղարաբաղում, բլինդաժներ մի կառուցեք, պաշտպանական գծեր եւ բնագծեր մի կառուցեք, մի ուժեղացրեք։ Բանակը պետք չի ուժեղացնել, 80-ականների զենքը շատ լավն է։ Մենք տեր ենք։ Սա մասին է, չէ՞ խոսքը։ Հետո մի պահ եղավ, երբ որ նրանք տես չեղան։ Եվ Արցախը մեր հայրենիքի մասը դարձավ ադրբեջանական։ Սա ինչպես է կոչվում։ Փողոցային ժարգոնով եթե խոսենք, սա կոչվում է քցել։ Ռուսաստանը իր դաշնակցին քցել է։ Հայաստանը շարունակում է թղթով մնալ Ռուսաստանի դաշնակից, բայց փաստացի քցել է։ Հետո Ռուսիա ասաց դալչե ոյշե։ Եկան ջերմուկ մտան։ Ռուս գեներալը հապկի եկավ, ասաց, ով ասաց, որ ջերմուկը ընդհանրապես ձերն է։ Թե դրանից հետո մենք ինչ պիտի մտածենք Ռուսաստանի մասին։ Մենք պիտի մտածենք, որ ինքը ոչ թե մեր դաշնակիցն է, այլ մեր թշնամին է։ Դրա համար այդ մարդիկ, ովքեր այդ ֆլեշմոբը իրականացնում են, եւ ես նրանցից մեկն եմ, կարծում ենք, որ այդ երկրի նախարարը, արտաքին գործերի նախարարը, Լավրովի պլանի հեղինակը, Լավրովը, չպետք է գա Հայաստան այն պարզ պատճառով, որ հենց հիմա իր թևատակում դրված է Լավրով 2 պլանը, ինչի մասին ես բազմիցս եմ խոսել։ Պայմանական ենք խոսում Լավրով 2-ը եւ այդ Լավրով 2-ը արդեն Հայաստանի մասնատման մասին է։ Լավրով 1-ում հիշատակված Զանգեզուրի միջանցքը ստիպված եմ Ալիևի հռետորաբանությունը օգտագործել, որը Ռուսաստանը կոչում է ՖՍԲ-ի վերահսկողության տակ ճանապարհ, դա Լավրով 2-ն է։ Լավրով 2-ն է արդեն հղումը գնում է դեպի Լավրով 2։ Եվ այդ Լավրով 2-ը Հայաստանի մասնատման մասին է։ Միջանցքից հետո լինելու է Սյունիքի սեցեսիա, դրանից հետո լինելու է Հայաստանի մասնատում եւ նորից թուրքերի եւ ռուսների միջև։ Այս մարդը Հայաստանին ինչ ունի ասելու եւ առաջարկելու։ Ես որևէ դրական բան չեմ սպասում, եթե մենք խոսում ենք ռազմաքաղաքական հարաբերությունների մասին։ Կարծում եմ դրա համար եմ դեմ։
Իսկ աշխարհաքաղաքական իրավիճակը, այսինքն այնպիսին է, որ Լավրովը հարմար գտավ հենց այս փուլում գալ Հայաստան, այո, այդ առաքելությամբ ձեր ասած Լավրով 2 պլանը իրականացնելու առաքելությամբ։ Ոչ։ Բայց ռուսական քաղաքականությունը այսպեսին է, որ նրանք երբեք հաշվի չեն առնում աշխարհաքաղաքական իրավիճակը։ Նրանք վերջին բոլոր տարիներին 22-ից հետո, 22 սեպտեմբերից հետո, ագրեսիայից հետո շարունակում են մեզանից պահանջել այդ 9-րդ կետի կատարումը։ Այսինքն սա տրամաբանական է, դուք տրամաբանական հարց եք, չէ՞ տալիս։ Հիմա ես ասում եմ, սա տրամաբանական է։ Նրանք վաճառեցին Արցախը Թուրքին, Լաչինի միջանցքը չկա, Արցախը չկա, Արցախում նույնիսկ հայեր չկան, ոչ մի բան չկա։ Այն ինչ որ գրվել է Չարաբաստիկ թղթի կտորի մեջ, որին ես սկզբունքորեն դեմ եմ եղել առաջին օրվանից։ Ես առաջին օրվանից պնդել եմ, որ սա մեզ համար պարտության փաստաթուղթ է, որևէ բան չի լինելու դրանից դրական։ Չկա ոչ մի բան, բայց իրենք տրամաբանական է, չէ՞ որ 9-րդն էլ պետք է լինի, բայց իրենք ասում են, չէ, եկեք 9-րդը իրականացնենք։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, բայց չէին գալիս։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս բանակցությունների ժամանակ Երևանյան Լավրովը սրա մասին էլի խոսելու է։ Էլի այդ հարցը բարձրացնել։ Ինքը գիտի, որ մենք դա չենք անի, բայց ինքը բարձրացնելու է։ Այդպեսին է ռուսական դիվանագիտությունը, այդպեսին է Լավրովյան դիվանագիտությունը։ Ոգևորվեցին Փաշինյանի մոսկովյան այցից, այդ շքերթի մասնակցությունից։ Շատ հնարավոր է։ Գիտեք ինչու, ես միշտ էլ դա ասել եմ։ Սա շատ տրամաբանական է Ռուսաստանի դեպքում։ Ռուսաստանը ապրում է ինչ որ Королевство Кривых Зеркал, հա, ծուր հայելիների թագավորությունում։ Իրենց մոտ լրիվ այլ իրականություն է։ Իրենք այսպես են անցալում։ Եթե ինչ որ երկրի ղեկավար եկել է մայիսի 9-ին, իրենց հարգելով եւ մասնակցել է այդ միջոցառմանը, ուրեմն ինքը թույլ է։ Այդ փողոցային, հա, բանդիտների մտածելակերպը։ Եթե թույլ է, ուրեմն կարելի է սխմել։ Այդտես Ալիևը չեկավ։ Ալիևը ուրեմն ուժեղ է։ Ալիևը պետք է լավ խոսել, պետք է բարեհաճել, փորձել այնպես անել հաջողանալ։ Կնոջը պարգևատրել, Կիրիլին ուղարկել, Մատվիենկոն բաներ ուղի, ինչ-որ նամակներ ուղի, պարոն հարգելի Ալիև եկեք։ Ալիևը չի գնացել, եւ լավ է արել։ Նիկոլ Փաշինյանը գնացել է, սա միանշանակ Մոսկվայում ընկալվել է որպես թուլության նշան։ Ես արմանում եմ, որ մեր քաղաքական գործիչները միջև դա չեն հասկացել։ Եթե թուլության նշան է, նշանակում է Նիկոլ Փաշինյանը չի էլ կարողանալու դիմադրել Ռուսաստանի ինչ-ինչ պլաներին։ Ինչու՞ չի կարողանալու։ Կարողանա, բայց եթե թույլ է, ինչպես է դիմադրել։ Դիմադրում է, չէ՞, այսքան ժամանակ։ Եկեք փորձենք բնութագրել կամ անվանել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Ռուսաստանի մասով։ Ես այս համատեքստում ուզում եմ նշել, որ մենք բոլորս արդեն հասցրեցինք ծանոթանալ Քոչարյանի հայտարարություններին, դրանք նորություն չեն, շատերի համար դրանք կարող են լինել ընկալելի եւ ոչ ընկալելի, քննադատենք, որ նա Ռուսաստանի հետ միութենական պետություն է տեսնում, չգիտեմ, իրեն Հայաստանը պատկերացնում է նրա աչքերով մարզի կարգավիճակում։ Ինձ զրկում եք հնարավորությունից խոսել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին։ Շատ լավ, այս համատեքստում ես ուզում եմ հասկանալ այդ դեպքում ինչպես անվանել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Եթե նրա ներկայացուցիչ, իշխանության ներկայացուցիչները ի հեճուկս այդ հարաբերությունները մեղադրում են նրան, բայց ինչպես արդեն ասացի, Նիկոլ Փաշինյանը դա չի խանգարում գնալ։ Նիկոլ Փաշինյանը ձեր հարցին բացահայտ պատասխանում է բալանսավորված քաղաքականություն։ Դուք կանվանեք դա բալանսավորված քաղաքականություն։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Այո։ Դա բալանսավորված քաղաքականություն։ Իրականում սա է։ Նիկոլ Փաշինյանը սուտ չի խոսում։ Ինքը մի կողմից խորհրդարան օրենք է ընդունում, որ մենք պետք է գնանք Եվրամիություն եւ այդտեղ կանգ է առնում։ Մենք երկար ենք կանգ առնել, այդ օրենքը հիմա գնացել է դարակի վերադրվել, ուրեմն փոշի է նստելու։ Ես դա վաղուց եմ ասում, միջև ընդունելն է, ասում եք, ընդունի օրենքը, միանշանակ վստահ եմ, բայց դրանից հետո կանգնելու է ընթացքը։ Մյուս կողմից գնում է Մոսկվա մայիսի 9-ին, մյուս կողմից գնում է Էստոնիա, մյուս կողմից գնում է Տիրանը, չէ՞։ Բայց Հայաստանը նույն տեղում է։ Հայաստանը նույն տեղում է։ Հայաստանը վեկտոր չի փոխել այս պահին։ Հայաստանի դիվերսիֆիկացիան, որի մասին այդքան երկար է խոսվում, 90-95%-ով մեր զենքի ոլորտում է։ Ինչու է դա, որովհետև ոչ թե մենք ենք հրաժարվել ռուսական զենքից, այլ Ռուսաստանն է հրաժարվել մեր զենք մատակարարել։ Այսինքն այդ դիվերսիֆիկացիան էլ Երևանից չի եկել, Մոսկվայից է եկել։ Իսկ մնացած բոլոր բնագավառներում նայեք ցուցանիշները տնտեսական արևտրի շրջանառությունը, ինչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում։ Մենք այս պահին վարում ենք բալանսավորված քաղաքականություն։ Ինչ է նշանակում Հայաստանի դեպքում, Նիկոլ Փաշինյանի դեպքում վարել բալանսավորված քաղաքականություն։ Դոփում ենք
նույն տեղ։ Եկնանքը հասկանալի է, պարոն Սա է, Ստեփանյան։ չի խաղում, ճիշտ է ասում։ Սա նույն տեղում կանգնացանք։ Այնինչ պետք է անեին մարտահրավերները հաշվի առնելով այս ամբողջ։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը նշանակել է Հայաստանին եւ հայ ժողովրդին թշնամի, իրենք են նշանակել մեզ թշնամի, գործել է մեր նկատմամբ թշնամաբար, այլևս որևէ դաշնակցային պարտավորվածություն կապված ռազմաքաղաքականի հետ չի իրականացնում, պետք է մեր անվտանգության մասին մտածենք։ Անվտանգությունը դա զենք գնել չի միայն։ Ես ողջունում եմ, որ զենք են գնում, բայց եթե դու ուզում ես քո անվտանգությունը ապահովել, դու պետք է ոչ միայն զենք գնես, այլ քո զինված ուժերը բարեփոխես, ինչը ակնհայտ կերպով չի իրականանում կամ իրականանում է կիսատ-պռատ։ Եվ ամենակարևորը երկրորդ կոմպոնենտը՝ պայմանական 50-50 ներքին կարողություն եւ արտաքին։ Արտաքինը դա մեր ռազմաքաղաքական հարաբերություններն են եւ դաշնակցային հարաբերություններն են մեր պոտենցիալ դաշնակիցների հետ։ Այս պահին մենք ունենք մեր պոտենցիալ դաշնակիցներ, մենք չունենք ռեալ դաշնակիցներ, դաշնակցային հարաբերություններ ոչ մեկ էլ չունենք։ Մենք Ռուսաստանի հետ ունենք թղթի վրա, որ դաշնակից չենք։ Այսինքն այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում։ Չի տարվում, որովհետև նախընտրական տրամաբանության մեջ են, հա, ներքին խնդիրներով են զբաղված, ինչ տպավորություն ունեք, նաև այդ անվստահություն հայտնելու նախաձեռնությանը կխնդրեմ անդրադառնալ, տարբեր գնահատականներ հնչեցին, որ սա խեղկատակություն է, անլուրջ է, որովհետև չի հաջողելու ի սկզբանե տապալվելու այդ նախաձեռնությունը։ Լավ, ինչպես հասնել փոփոխությունների եւ նախաձեռնությունը ինչու չի հաջողելու։ Դուք բարձրացրեցիք 3 հարց, երկուսը գլոբալ եւ մեկը երրորդական, չորրորդական։ Տեսեք, impeachment-ի մասն է խոսքը։ Սկսենք առաջինից, ինչու չեն անում։ Չեն անում, որովհետև այո, առաջինը իրենց համար ամենակարևոր բանը դա իշխանություն պահելն է։ Եթե իշխանություն պահելու համար դու պետք է անես այնպես, որ Մուրատը շատ չբարկանա, Մոսկվայում Պուտինը շատ չբարկանա, ուրեմն դու պետք է գնաս Մոսկվա։ Ուրեմն դու պետք է կտրուկ քայլեր դեպի արևմուտք չանես։ Ուրեմն դու չպետք է հայտ ներկայացնես Հայաստանի Եվրամիության անդամակցության, երբ որ քեզ հստակ Բրյուսելից ասում են, հայտ չկա։ Ներկայացրեք այդ հայտը մենք դիտարկենք։ Եվ ես չեմ կարծում, որ կմերժեն։ Դու նստում ես Երևանում, ասում ես մեզ հրավեր չեն ուղարկում։ Դե ոնց պետք է ուղարկեն հրավեր։ Հրավեր ոչ մեկին չեն ուղարկում։ Բայց մարդիկ ասում են, ուղարկեք, մենք էլ կխոսենք, կպայմանավորվենք, կփորձենք հասկանալ ինչ ենք անում։ Այսինքն սա հասկացանք այս առաջի քայլը։ Երկրորդը impeachment-ը։ Դե իհարկե անլուրջ գործընթաց էր սա ի սկզբանե, անլուրջ էր այն պարզ պատճառով, որ բոլորը հասկանում են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում ինքնասպաններ չկան, քաղաքական ինքնասպաններ չկան։ Եվ հիմա ինչ էլ պարոնեք Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ միգուցե Էդմոն Մարուկյանը չկայացած վարչապետի տեխնացու իրենց խոստանան, իրենց ոսկե սարեր են խոստանալու, եթե նրանք կան եւ քվեարկեն impeachment-ի օգտին։ Նրանք հասկանում են, որ այդ խոստումները լավագույն դեպքում չեն կատարվելու, իսկ վատագույն դեպքում իշխանապողությունից հետո բացվելու են քրեական գործեր, եւ այդ քրեական գործերը այնպեսի ընթացք չեն ունենալու, որոնք ունեն հիմա, որի ընթացքը հիմա ունեն, հա, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կամ այլոց նկատմամբ։ Շատ ավելի արագ է լինելու ամեն ինչ։ Դրանք քաղաքական հետապնդում։ Ուրեմն նրանք ինքնասպանություն չեն անելու եւ դա չեն անելու, դա չեն անելու։ Բա իմաստը ո՞րն է impeachment-ի օրակարգը բերել խորհրդարան։ Հիմա պարոնայք Աղազարյանի եւ Ասլանյանի միջոցով դա հնարավոր է դառնում։ Այդ ձայները, երկու ձայնը պակասում են, այո, կարող են մտցնել խորհրդարան, բայց հետո։ Այսինքն հետո դա տապալվելու է, ճիշտ է։ Եթե տապալվելու է, պատիվ ունեմից ասել են, որ թեկնածուն անընդունելի է տեսնում եք, վարչապետը։ ես նույնիսկ չգիտեի դա։ Ես նույնիսկ դա չգիտեի, ինձ դա հետաքրքիր չէր ընդհանրապես։ Տեսեք, եթե տապալվելու է, բա այդ մարդիկ, ովքեր որ նախաձեռնել են այդ գործընթացը, ինչպեսի երեսով պետք է խորհրդարանում նայեն նույն ԿՊ-ի գոլեգաների, հա, գործընկերների երեսով, նորմալ է, չէ՞։ Ձեր կողմից հիշատակված Քոչարյանը երեք ասեց, չէ՞։ Ես ռացիոնալ մտածելակերպ ունեցող մարդ եմ։ Ես դա չեմ անելու։ Ամեն ինչ պարզ է։ Սա կարող է իշխանական նախաձեռնություն լինել, այսպես ասենք։ Թե դա դավադրություն կարելի համարել, պարոն Ստեփանյան։ Չէ, իշխանությունը, գիտեք, իշխանությունը այս գործընթացի հետ որևէ կապ չունի։ Ընդհանրապես ոչ նախաձեռնել են, ոչ փորձել են անել այնպես, որպեսզի նախաձեռնողները նախաձեռնեն։ Իրենց դա ուղղակի պետք չի։ Իրենք sense կողքից ուղղակի հետևում են այս գործընթացին։ Իսկ այս գործընթացը այդ անդիմադիր զանգվածի ներսում է,
Ես 3 հնարավորություն եմ ունեցել դա որակել եւ նորից կորակեմ։ Սա ոչնչացնելու փորձ է։ Փչացնելու փորձ է։ Այս գործընթացով Սերժ Սարգսյանի շրջապատը եւ Սերժ Սարգսյանը փորձում են փչացնել Ռոբերտ Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված ուժերին։ Ռոբերտ Քոչարյանը չի գնում այդ ամենին, որ չփչանա։ Էդմոն Մարուկյանը փորձում է այդ գործընթացով փչացնել բոլորին, եւ Սերժ Սարգսյանին, եւ Ռոբերտ Քոչ, այսինքն սա ներ ընդդիմադիր, եթե կարելի է կներեք արտահայտության համար, ներ ընդդիմադիր պայքար է։ Տիտղոսային ընդդիմություն դառնալու համար։ Ինչու ոչ, Էդմոն Մարուկյանը ինչու չպետք է փորձի։ Եթե նրան հաջողվում է հիմա փչի, ման տեսեք ինչ է ասելու, ասում է տեսեք։ Այդպես հայտարարեց 3 հայտարարեց, որ գնդակը ընդդիմադիրների դաշտում է, եթե իսկապես փոփոխություն են ուզում, թող ստորագրեն։ Այս պահից սկսած պարոն Մարուկյանը սկսելու է նախընտրական կամպանիան։ Եվ նախընտրական կամպանիան փորձելու է սկսել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թմերի ոսկորների վրա։ Սա է իրականությունը։ Սա Տիտղոսային ընդդիմություն դառնալու համար, այդ տիտղոսի համար պայքար է, որը գնում է տվյալ պահին 3 ուժերի միջև, ես չեմ բացառում, նորից էլի մարդիկ են ավելանալու։ Եվ երևի թե պայքար Ռուսաստանից եկող ռեսուրսների համար, որովհետև այս մարդիկ, որոնք բոլորը կամ մուլտիմիլիոներներ են, կամ դոլարային միլիարդատերեր են, չեն պարոն Քոչարյան ասում, տեսեք, ես 4 միլիարդ չունեմ, որ մի քանի 100 միլիոն ունեմ կամ չգիտեմ ինչ ունեմ, ասենք Չգիտեմ, Հայաստանում մարդու, որը կարող է այդքան գումար աշխատել, որքան էլ լավ ինստիտուտներ սովորեր, պարոն Քոչարյանի որդիների նման կամ չգիտեմ։ Մի խոսքով լավ, դա էլ դնենք մի կողմ, իրենք իրենց գումարները չեն ծախսելու։ Իրենք չեն գնալու այդ քայլին նախընտրականի ժամանակ։ Իրենք փորձելու են Ռուսաստանից ստանալ գումարներ։ Պայքարը ընդդիմության տեղի համար է, ես ճիշտ հասկացա, այսինքն նրանք ցանկություն չունեն վերադարձնել իշխանություն, թե պարզապես այս պահին ցածր են գնահատում հնարավորությունը եւ գոնե բավարարվում են ընդդիմության տեղերով։ Այդ մարդիկ իրենց կյանքում ունեն երկու իմաստ այս պահին։ Թիվ 1 իմաստը դա գողացածը պահելն է, չտալը, պետությանը չվերադարձնելը ժողովրդին, դա է առաջինը։ Եվ երկրորդը իշխանության գալն է, ինչի նպատակով։ Նորից գողոնը պահելը, որպեսզի հետ չվերադարձնես եւ նորից թալանելու։ Սա է։ Այս ամբողջ քաղաքականություն, հայրենասիրություն, փրկիչներ, Տավուշով Արցախ, չգիտեմ, Դադիվանքով, չգիտեմ ինչ, էսա։ Կոնցեպտը սա է։ Հիմա իհարկե, եթե նրանք հնարավորություն ունենան Նիկոլ Փաշինյանից ազատվելու եւ իշխանությունը վերցնելու, միանգամից դա կանեն։ Դա իրենց նպատակն է, բայց դա պլան մաքսիմումն է։ Այս պահին ընտրությունների միջոցով դա գրեթե անհնար է։ Գրեթե անհնար է, բայց չի բացառվում։ Եվ երկրորդը, եթե դա անհնար է, ուրեմն դրանք պետք է պլան մինիմումը իրականացնեն, նորից հայտնվեն խորհրդարանում, տիտղոսային ընդդիմություն դառնան եւ գողոնը շարունակեն պահել իրենց ձեռքում։ Պարոն Քոչարյանը տասնյակ միլիոն դոլարներ է ծախսում դատապաշտպանների վրա, որպեսզի ասած չէ, երեք ասած ինձ ասացին տուր մի մասը եւ գործը փակենք, ասած չեմ տա։ Ոնց կարա տա։ Ոնց կարա մարդը թալանածը տա, չի կարա տա, սա հոգեբանություն է։ Ինքը իր ոդկա կկտրի, բայց չի տա։ Դե սա մեր քաղաքականություն, այդ քաղաքականության շրջանակներում կներեք, որ ասում են քաղաքականություն, սա է կատարվում, ուրիշ բան չկա։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։
2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորդ Հոլիվուդ Գլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Պարոն Ստեփանյան, այս ձեր ասացի պատկերի մեջ ինչ շանսեր ունեն այլընտրանքային ուժերը։ Դուք վստահ եմ հարցազրույցներ անցկացնում եք, դիտարկումները ունեք, ձեր ինչ տպավորություն ունեք այլընտրանքային ուժերը, որոնք չունեն այդ գումարները, այդ քարոզչական ռեսուրսը, նրանք այս պայքարում կկարողանան իրենց խոսք ասել, լսելի լինել, ինչ որ քվե ստանալ։ Այսինքն ոչ ըստ դիպոսային ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը, հա։ Ես կարծում եմ, որ շանս ունեն իհարկե։ Ամեն ինչ իհարկե կախված է ընտրողներից։ Այդ որ մարդիկ մտնում են կոմենտներում այդ մարդկանց մասին, հա, հարցազրույցների եւ ելույթների տակ գրում են դուրս եկեք, միացեք, մեզ երրորդ ուժ է պետք, հա։ Այդ մարդիկ մենակ ասելով չի, այդ ամենը պետք է ընտրություններին այդ ասողները գնան եւ անեն քվեարկելու միջոցով, քվեատուփը գցելով այդ թերթիկը։ Թե եթե ժողովուրդը իրոք հասկանում է, որ Քոչարյանների դեպքում Հայաստանը ուղղակի կծախեն Ռուսաստանին, որը կծախի այն թուրքերին, այնպես ինչպես դա եղավ Արցախի հետ, ցավոք սրտի։ Եթե ժողովուրդը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը մեղմ ասած այնքան էլ լավ էֆեկտիվ մենեջեր չի, կառավարիչ չի, եւ 7 տարում Հայաստանում արվել է շատ քիչ, մարդը ունեցել է 90%-անոց աջակցություն հասարակության, դա նախանձելի բան է։ Երբ որ ինքը 18-ին դուրս էր գալի փողոց հանգիստ քայլում էր ազատ եւ մարդիկ ողջունում էին իրեն, սա գիտեք, սա 1000-ից մեկ է լինում, որ որևէ քաղաքական գործիչ այսպիսի պատվի արժանանա, եւ դա եղել է։ Ինքը այդ ամենը մսխել է մի քանի տարվա ընթացքում եւ փոխարենը ոչ մի բան չի ստեղծել։ Ընդհանրապես ես հիմա ինչ եմ ուզում ասեմ, ցանկացած բարեփոխում միշտ ցավոտ է լինում։ Ժողովուրդը երբեք հասարակությունը բոլոր երկրներում երբեք բարեփոխումը ծապտալով չի ընդունում, որովհետև այդ բարեփոխման արդյունքում ինքը պետք է իր գոտին ձգի մեղմ ասած, հարկերն են աճում, ինչ որ բաներ է փոխվում, այսինքն դու պետք է պետություն կառուցելու ճանապարհին ավելի քիչ ուտես։ Դու պետք է դառնաս օրինապաշտ։
որպեսզի հետագայում 10-20 տարի հետո քո պետությունը հզորանա, ուժեղանա, քո ցանածը սկսի ծիլեր տա եւ դու արդեն այդ բերքահավաքը կատարես։ Դե դրա համար էլ երբեք բարեփոխումները պոպուլար չեն լինում հասարակության շրջանում, բայց Նիկոլ Փաշինյանը ռեալ որևէ բարեփոխում չի իրականացրել մինչև վերջ։ Դուք կարող եք մի ոլորտ նշել, որտեղ բարեփոխումը իրականացվել է, մենք պատրաստի ոլորտ ունենք։ Կիսատ բարդ բարեկային ծառայություն են ստեղծել, որը էլի հարցականներով է աշխատում։ Բայց կապիտալը մշտվել է։ Այդ իր անձնական ռեյտինգը, ԿՊ-ի ռեյտինգը մսխվել է։ Այսինքն դա ինչի մասին է խոսում։ Նույնիսկ սեփական շահերի պաշտպանելու դիրքից ԿՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը էֆեկտիվ մենեջերներ չեն։ Սա փաստ է։ Իսկ եթե նրանք էֆեկտիվ մենեջերներ չեն, մենք ինչ սպասելիքներ որպես քաղաքացիներ կարող ենք ունենալ նրանցից 26-ից հետո։ Կադրերի խնդիրներ, պարոն Ստեփանյան։ Կադրային քաղաքականությունը շատ վատն է, որովհետև յուրայիններին են պաշտոններ տալիս, մարդկանց, ովքեր որ իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում, շատ դեպքեր, ոչ բոլորի դեպքում։ Այնտեղ լավ մենեջերներ կան, բայց քիչ են ցավոք։ Հիմա ունենք այսպիսի ընդդիմություն, այսպիսի իշխանություն։ Ինչ է մնում։ Մնում է այդ երրորդ ուժը, երրորդ ուժն ինչ որ կուսակցություններ են փոքր, տարբեր, որոնք որից կարծում եմ գնալու են ընտրությունների։ Հիմա եթե մեր հասարակությունը, մեր ժողովուրդը ցանկանում է, որպեսզի լինի բալանս, այն բալանսավորված քաղաքականությունը, որը պարոն Փաշինյանը վարում է արտաքին ուղղությամբ, լինի նաև ներսում երկրի, որպեսզի խորհրդարանը դառնա խորհրդարան, այդ ոչ թե փողոցային ռազմորկաների վայր, որպեսզի այդ չգիտեմ ոնց ցիվիլ արտահայտվեմ, այդ հայհոյանքը դուրս գա այդ խորհրդարանից եւ խորհրդարանը դառնա քաղաքական մտքի գեներացման վայր, պետք է ընտրել այլ ուժերին։ Հիմա դուք հարց եք տալիս հնարավորությունը թե ոչ, ես կարծում եմ ունեն, բայց ամեն ինչ կախված է ընտրողից։ Ընտրողը պետք է այս իրողությունը գիտակցի, ընտրի ում է ընտրում այդ մնացած ուժերից եւ գնա ընտրություններին։ Սա է, ուրիշ տարբերակ չկա։ Եթե սա չլինի, եթե նորից դիսկուրսը ընտրությունը գնաց կեղծ նախքին ներկա, մենք ստանալու ենք նույն խորհրդարանը, որ ունենք այսօր, մենք ստանալու ենք նույն կառավարումը իր ցածր էֆեկտիվությամբ, որը ունենք այսօր, դա լավագույն դեպքում։ Իսկ վատագույն դեպքում, եթե հաղթեն նրանք, մենք կարող ենք մեր ազատությունը կորցնել։ Ինչու կորցնել, որովհետև ազատությունը ինձ համար գերագույն արժեք է։ Եվ եթե ես ապրում եմ Հայաստանում միջև այսօր, ես դա անում եմ դա մեկ պատճառով, որ ես այստեղ ազատ եմ։ Իսկ ազատություն դու կարող ես ունենալ միայն ինքնիշխան երկրում, անկախ երկրում։ Ճիշտ է, մենք խնդիրներ ունենք անկախության ինքնիշխանություն, բայց լավից վատից ունենք։ Հիմա եթե ես մարդիկ վերադարձան, չենք ունենալու, խեղդվելու են։ Այո, մենք ազատ չենք լինելու։ Պարոն Ստեփանյան, ամփոփենք մեր զրույցը Պուտին, Թրամփ հեռախոսազրույցով 2 ժամ է տևել, բնականաբար քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը։ Հիմա Թրամփի տպավորությունից մի հատված մեջ բերեմ, ասում է զրույցի տոնն ու ոգին գերազանց էին, եթե այդպես չլիներ, ես դա կասեի հիմա, այլ ոչ թե ավելի ուշ։ Ռուսաստանը ցանկանում է լայնածավալ առևտուր անել Միացյալ Նահանգների հետ, երբ այս աղետալի արյունահեղությունը ավարտվի, եւ ես համաձայն եմ։ Ռուսաստանի համար կա հսկայական հնարավորություն ստեղծելու հսկայական քանակությամբ աշխատատեղեր եւ հարստություն, նրա ներուժը անսահման է։ Զելենսկին էլ պնդում է, որ իրենց զորքերը դուրս չեն գա տարածքներից, նաեւ Միացյալ Նահանգներին խնդրում է առանց իրենց մասին որոշումներ չկայացնել։ Դուք ինչ եք սպասում այս պատերազմի կամ հակամարտության ավարտի հետ կապված։ Կհաջողվի Թրամփին բեկում մտցնել, փոփոխություն բերել։ Տեսեք, դուք հարց եք տալիս, պետքա ճշտել ժամանակային սահմանները։ Տեսանելի ապագայում ոչ մի բան։ Եթե տեսանելի ապագայում ոչ մի բան եւ ԱՄՆ-ն դուրս գա, ինչպես մի քանի անգամ Թրամփը հայտարարել է, չի կարող ԱՄՆ-ն դուրս գալ, դա շանտաժի միջոց է, եւ Թրամփն էլ է շատ լավ հասկանում, որ ոչ մի բան չի ստանա Պուտինից, եւ շանտաժ է անում Պուտինին, որ ես կարող եմ դուրս գալ, ինչ եք անելու այդ ժամանակ։ Ինքը չի կարող դուրս գալ, ինքը կարող է բանակցային գործընթացից դուրս գալ, բայց Ուկրաինային թողնել չի կարող, որովհետեւ եթե Ուկրաինան ընկնում է, ՆԱՏՕ-ի սահմանները հայտնվում են վտանգի տակ։ Իսկ ՆԱՏՕ-ն, որքան էլ Թրամփը խոսա իր մեծ խոսա, պետք է ԱՄՆ-ին այնքան, որքան պետք է Եվրոպային։ Սա լուրջ խնդիր է, այնպես չի, որ հիմա դուրը փակեց ու գնաց։ Տենց չի լինում։ Ինքը ուզի թե չուզի ԱՄՆ-ն
այս հակամարտության մեջ կողմ է, անկղմված է։ Ես կա եւ բարոյական կողմ, որովհետեւ Զելենսկին երբեք չէր գնա այդ պատերազմին, եթե ժամանակին մեր լեզվով ասեմ, առաջին հերթին ԱՄՆ-ն դուխը չտար իրեն։ Չասեին, որ մենք քեզ խոստանում ենք օգնություն, փող, զենք, հա, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Նա որքանով է բարոյական այս պահին, բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ, լավ է դնենք մի կողմ, բայց շահերի տեսանկյունից պատկերացնում եք ինչ է լինելու, եթե վաղը Ուկրաինան անկավ եւ ռուսական զորքերը հայտնվեցին օրինակ Լեհաստանի սահմաններին։ Ինչ է լինելու այդ ժամանակ։ Մերձ Բալթյան հանրապետությունների սահմաններին են, ՆԱՏՕ-ի անդամներ են, դա ԱՄՆ-ի դաշնակիցներն են, ԱՄՆ-ն չի կարող այդպես հեշտ ու հանգիստ բոլորին գցել։ Չի կարող, որքան էլ ուզենա։ Իսկ սպասումներ ես չունեմ։ Պարզ է, որ մի օր ես միշտ դա ասում եմ, այդ պատերազմը մի օր կանգնելու է, բայց կանգնելու է ոչ թե դրա համար, որ դա ցանկանում է Թրամփը։ Այդ կողմերը ուղղակի հյուծված են լինելու, այնքան որ կանգնելու է։ Եվ Թրամփը ստիպված է լինելու շարունակել զինատեսակներ մատակը։ Թրամփի օրոք է կանգնելու։ Թրամփի օրոք կարող է կանգնել, դե այդքան չեն ձգի, ես չեմ կարծում, որ դեռ 3.5 տարի պատերազմը կշարունակվի, չեն կարող, այդքան չի կարա տևի։ Որքան էլ Պուտինը եւ նրա վեցնոցները ասեն, որ մենք Շվեդիայի հետ, չգիտեմ, 100 տարի ենք պայքարել, ինչ ենք արել, մենք կարող ենք երկար պայքարել, երկար չեն կարող պայքարել։ Պարզ է, որ կանգնելու է, ժամանակավոր, բայց այս հակամարտությունը լուծում չունի։ Այս հակամարտությունը ունի մեկ լուծում։ Ռուսաստանը պետք է զորքերը հավաքի եւ Ուկրաինայի տարածքից դուրս գա, եւ դա մի օր լինելու է։ Չեմ կարող ասել երբ, բայց լինելու է։ Ուրիշ լուծում չկա։ Չի կարող Ռուսաստանը մարսել դա։ Ուրիշ լուծում։ Եթե անգամ շահավետ գործար կառաջարկի Թրամփը։ Շահավետ գործար առևտուրը, ինչպես Թրամփն է ասում, հաջող իրականացնի։ Թրամփը կարող է հաջող առևտուր իրականացնել, բայց դա չի բերելու պաշտոնական կարգավորման։ Երբևիցե որևէ Ուկրաինայի նախագահ չի ստորագրել, իր ստորագրությունը չի դնի այն փաստաթղթի տակ, որով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը դրվում է կասկածի տակ, եւ դա նորմալ է։ Երբևիցե Եվրամիությունը դա չի ընդունի։ Ուկրաինական ժողովուրդը Ուկրաինան դա չի ընդունի։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ կոնֆլիկտը այդ լուծումը չունի։ Թրամփը իրեն դրել ինչ որ շախմատի խաղացողի տեղ ու ինչ որ sense ֆիգուրաները շարժում այս կողմ, շարժում այն կողմ, ինչ որ փորձեր է անում, դա չի ստացվելու։ Հիմա ինքը հասկացել է, որ Պուտինի հետ ուղղակի եղել է զրույց, լավ տոնով միգուցե, բայց այդ զրույցը չունի փաստացի արդյունք չունի։ Եվ մենք կհամոզվենք դրանով։ Եթե հիմա լուրջ ինչ որ փաստաթղթեր չստորագրվեն, իսկ դա չի լինելու, ես վստահ եմ, մոտ ժամանակում, մի շաբաթվա մեջ, 10 օրվա մեջ մենք հասկանալու ենք, որ սա եղել է հերթական փուչ խոսակցությունը։ Իսկ Թրամփը փորձում է դա վաճառել բոլորին, որպես ինչ-որ մեծ արդյունք, լուրջ արդյունք։ Տեսեք, ես Պուտինի հետ խոսեցի, մենք պայմանավոր, ինչ են պայմանավորվել, ոչ մի բան։ Եվրամիությունը նոր սանկցիաներ է, պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ։ Եվ ես դες վստահեցնում եմ, որ ԱՄՆ-ն էլ է դա անելու, դա ժամանակի խնդիր է։ Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ լինելու են։ Եվ ԱՄՆ-ն ստիպված է լինելու Ուկրաինային զենք մատակարարել։ Ստիպված է լինելու։ Ուզի Թրամփը թե չուզի։ Շնորհակալ եմ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։